Հայաստան-Ֆրանսիա գործակցությունը երկար տարիների պատմություն ունի։ Բարեկամությունը ամուր հիմքերով է կապված, բայց ոչ միայն բարեկամությունը, ամենատարբեր ոլորտներում փոխգործակցությունը շարունակվում է։ Այսօր քաղաքական, մշակութային, սոցիալական, տնտեսական առումով մենք Ֆրանսիայի հետ ունենք ամենաբարձր մակարդակի փոխգործակցություն։ Ֆրանսիացի գործարարներին Հայաստանում հետաքրքրում են երիտասարդ ուղեղները։ Դրա համար էլ մասնավորապես փոքր եւ միջին ձեռնարկատերերը Հայաստանում մեծ ներդրումներ են անում, ասում է Մարսելի քաղաքապետը ու վստահեցնում, որ այստեղ բիզնեսի համար ներուժ կա։ 1991-ի սեպտեմբերի 21-ը ձեր երկրի համար նոր փուլ էր։ Հիմա Հայաստանը կարող է դիտարկվել որպես Կովկասի վագր, որի տնտեսությունը աճում է տարբեր բնակավարներում։ Ուզում եմ ողջունել այդ նպատակով իրականացվող բոլոր գործողությունները։ Դա նշանակում է, որ ձեր երկրի տնտեսության արդիականացումը սկսվել է, առանց որի տնտեսական զարգացման աճ ունենալ հնարավոր չէ։ Երկու երկրների առևտրաարդյունաբերական հարաբերությունները պետք է հնարավորինս զարգացնել։ Դրանք շինարարական եւ ապահովագրական ոլորտներն են, որոնցով այսօր պայմանավորվում է ցանկացած երկրի զարգացումը։ Ու հենց այդ ոլորտներում Ֆրանսիան հաղթաթղթեր ունի, որոնք էլ պատրաստ է գործի դնել Հայաստանի համար, ասում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։ Հայաստանը փոխվում է եւ ֆինանսական ձեռնարկությունները պետք է ուղեկցեն այդ փոփոխության հարցում։ Այս երկիրը ունի խոշոր կարևոր հաղթաթղթեր, որոնք գրավիչ են դառնում։ Նկատի ունեմ տնտեսության ազատականացման ոլորտը։ Ֆրանսիական ձեռնարկություններին կոչ եմ անում մտածել այդ ուղղությամբ, գալ, հետաքրքրվել, որովհետև Հայաստանում կան բիզնեսում շանսը փորձելու բոլոր նպաստավոր պայմանները։ Մեր կառավարությունը խոստանում է, որ պոտենցիալ ներդրողների համար կստեղծվեն իդեալական պայմաններ բիզնեսը Հայաստան բերելու եւ այստեղ հաջողության հասնելու համար։ Հայաստանը հռչակել է բաց դռների քաղաքականություն ներդրումների առումով, ստեղծվել են ոլորտային ազատ տնտեսական գոտիներ, որտեղ որ հարկերը եւ տուրքերը հավասար են 0-ի եւ նույնպես դա մեծ հնարավորություններ կտա բիզնեսի համար։ Օտար երկրում բիզնեսը սկսելը իհարկե դժվար է, երկու երկրի գործարարներն էլ սա գիտակցում են, բայց պատրաստ են գործակցության ուղիներ փնտրել։ Աննա Գրիգորյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։